Մի տղավ պատերազմի ընթացքում ոտքը կորցրել էր, պատմում որ երեկոյան ցանկացա այդ քարան գնալ եւ հելա որ պետք քարան գնամ մոռացել էի որ ոտքս չկա եւ արդյունքում ընկա։ Մի կողմից չգիտեի ծիծաղեի թե լուրջ վերաբերվեի այդ ասածին, բայց հետո իր վերաբերմունքը տեսնելով իրոք ծիծաղեցինք, բայց ասածս էն է որ հաշվանդամությունը ավելի շատ վերաբերմունքի մեջ է, քան թե այն բանի մեջ դու ֆիզիկական ինչ-որ խնդիր ունես, թե չէ։ Ավելի շատ քո վերաբերմունքն է պայմանավորում քո ինքնընկալումը։ Այսինքն, եթե դու ցանկանաս քեզ թերի համարել, դու քեզ թերի կհամարես։ Եթե դու քեզ թերի չես համարում, կապ չունի քո մարմնի ինչ-որ անդամը կա, թե չէ, դու քեզ թերի չես համարի։ Սա ստեղ է։ Օրինակ Սթիվեն Հոքինգը, ով որ հաշվանդամ էր, բայց հայտնի աստղաֆիզիկոս դարձավ։ Վիկ Նույչիչը, ով որ աստվածաբան էր, հայտնի քարոզիչ է, չնայած ձեռքեր եւ ոտքեր չունի։ Միլիոնավոր օրինակներ կարող են բերել։ Այս մասին Ալֆրեդ Ադլերն է խոսել, ում ասում էին, որ դու կոշկակարից բացի ուրիշ բան չես դառնա։ Նա փոքր ժամանակ շատ էր հիվանդանում եւ լավ չէր սովորում։ Բայց նա իրականում դարձավ աշխարհի ամենահայտնի հոգեթերապևտներից մեկը եւ Ֆրեյդի աշակերտն էր։ Այսինքն դուք ինքներդ եք որոշում դուք ձեզ հաշվանդամ համարեք թե չէ, դուք ձեզ թերի համարեք թե չէ։ Ու ձեր թերությունը կարող եք օգտագործել ի օգուտ ձեզ կամ ի վնաս ձեզ։ Ու ձեր ինքնընկալումն ու ինքնավերաբերմունքը, այսինքն եթե դուք որոշակի հումորով վերաբերվեք ձեր խնդիրներին, ավելի թեթև կտանեք շատ բաներ։ Խոսքը ցինիզմի մասին չի, խոսքը չարժե զրկելու մասին չի, այլ հումորով վերաբերվելու մասին է, որը շատ օգնում է, օրինակ Դիոգենեսն էր այդպես վարվում։ Երբ որ նա մահանալու էր արդեն, իր աշակերտները մտածում էին, թե մարմինը ինչ պետք է անեն, Դիոգենեսն ասում էր հանգստացեք, կգցեք ձորից, թող ծտերը ուտեն։ Ճիշտ է, նրան պատվավոր թաղեցին, բայց սա այն մասն է, թե մենք ինչքան ստից բաների ետևից ենք գնում, ինչքան ենք սիրում ինքներս մեզ տանջել։ Մինչդեռ ընդհանրապես վերաբերմունքը մեր փոխելով, որը իրականում այդքան հեշտ չի, հոգեթերապիան օգնում է սրան։